Շնորհակալ եմ բոլորիդ ձեր ներկայության համար, այսօր շատ կարևոր օր է մեր գրականության մեջ։ Ինչու՞։ Որովհետև եթե մենք այսօր աշխատում ենք, եթե մեր մշակույթի գործիչները անձնուրաց կերպով նվիրված հայերի մշակույթին ձեռնարկներ են իրականացնում, գրքեր են տպագրում, այս գիրքը տպագրել է Համահայկական գրողների միության հրատարակչությունը, ապա մեր գործը արժեք ունի միայն մեկ դեպքում, եթե մենք ունենք ապագա։ Եթե մեզից հետո նոր սերունդը, երիտասարդ սերունդը, պատանիները պիտի գան ավելի զորավոր, ավելի պայծառ հայացքով նայելու հայրենիքին, կերտելու նոր Հայաստան, նոր երկիր, որտեղ ժպիտը, ուրախությունը, բարեկամությունն ու բարությունը պիտի դառնան գլխավոր արժեքները մեր ժողովրդի համար։ Սա է բերում հայ մտավորականները, հայ գրողները հարազատ ժողովրդին։ Եվ քանի որ հարահայտ բան է, որ Համահայկական գրողների միությունը շատ խստապահանջ է գրողների ընտրության հարցում, երկու խոսքով բացատրեմ, թե ինչու Ավետիսը։ Ինչու Ավետիսին ընտրեցինք, ինչու իրեն գնահատեցինք, այն դեպքում, երբ անձնապես իբրև գրական քննադատ մոտ 500 հոգու ասել են ոչ։ Ինչու այո Ավետիսին, որովհետև գիտեք, մենք մեր շնորհքով մեր երկրին ու մեր ժողովրդին զարմացնել չենք կարող։ Ոնց եք զարմացնելու մի ժողովրդի, որ նարեկացի ունի։ Տիեզերական վարդապետ, տիեզերական ուսուցիչ, վարդապետ չի շնորհվում կրոնական միայն։ Վարդապետ նշանակում ուսուցիչ, եւ այդ Հռոմի Պապը նարեկացուն շնորհել է այդ տիտղոսը իբրև տիեզերական ուսուցիչ, վարդապետությամբ, գաղափարներով աշխարհին սովորեցնող։ Ոնց եք զարմացնելու մի ժողովրդի, որ Չարենց է տեսել, Թումանյան, Պարուհի, ոնց եք զարմացնելու։ Ես կասեմ ինչպես, մարդկայնությամբ սիրելի բարեկամներ, տաղանդ եւ շնորհք շատեր ունեն։ Այստեղ դահլիճում նստած բոլոր անձինք աստվածային շնորհ ունեն հաստատաբար, համաձայն եք ինձ հետ, անպայման։ Ուղղակի այդ շնորհքները, ձիրքերը գործածում ենք տարբեր ասպարեզներում։ Ես օրինակ գրականագետ եմ ու սիրահարված եմ իմ մասնագիտությանը, եթե ես գիրք չեմ կարդում կես ժամ, իմ հոգեկան աշխարհը փլուզվում է։ Երևան Վանաձոր իմ ծննդավայր գնալիս անպայման ապարանում պիտի կանգնեմ, մի 3-4 էջ կարդամ հոգեկան աշխարհը կազդուրվի ու ես շարունակեմ, չեմ դիմանում։ Ու ես զգում եմ, որ երջանկություն է, ու այդ երջանկությունը ինձ տվել է իմ դպրոցը։ 6-րդ դասարանում շարադրություն գրեցի, որտեղ ասել էի, թե ուզում եմ դառնալ ռազմական նավի նավապետ։ Իմ ուսուցիչը պատրեց իմ շարադրությունը, հիմա չեն անի, չէ՞ նման բան, պիտի հալավեր ջան, չեն անի հիմա։ Իրավունք չունե։ Իսկ իմ ուսուցչուհին օրհնվի ինքը ողջ է, ես ամեն օր իր ձեռքերը համբուրում եմ, ասած նորը գրիր, ասում ընկեր Մաթեոսյան, Զվարթ Մաթեոսյան, ինչ գրեմ, ես ինչ եմ ուզում դառնալ, ասած գրիր, ուզում եմ դառնալ գրականագետ։ Այո, այսինքն ուսուցիչները ավելի լավ գիտեն մենք ով ենք, ինչ ենք, քան մենք ինքներս։ Բացառիկ բան եմ ասում ձեզ, բացառիկ բան։ Այո, ես այնքան շնորհակալ եմ իրենց, որ ես փոքրիկ երեխա ասում եմ ռազմական նավի նավապետ որտեղ ես դառնալ, ոչ օվկիանոսում ենք, բայց սովորենք ինչ մասավորներ։ Այ հա թե ինչու ես սիրահարված եմ մեր հայկական դպրոցին, իր ավանդույթներին, մեր լավագույն ուսուցիչներին եւ մեր չափանիշը սա է, ինչպես Թումանյանի գրողների միությունում մարդ եղեք։ Նախ եւ առաջ։ Մի հպարտացեք ձեր տպագրած գրքերով, ձեր բանաստեղծություններով ու պատմվածքներով մի հպարտացեք։ Այդպես շատերը կարող են անել ու կարող են գրել։ Այ Համոսահյանին հարցրին մի անգամ ասացին վարպետ, ինչ է նշանակում լինել բանաստեղծ։ Բանաստեղծ ինչ է։ Համոսահյանի պատասխանը ֆանտաստիկ է։ Ուշադրեք լսում երեխեք ջան։ Բանաստեղծ նշանակում է պարզապես լավ մարդ։ Այո, եւ այդ է պատճառը, որ մեր չափանիշը սա է նայել հոգուն, ճանաչել հոգին, Ավետիսի սրտի մեջ, հոգու մեջ մենք տեսանք անսահման սեր հայրենիքի հանդեպ, գուրգուրանք, զգացմունք, սիրում է իր մորը, հայրիկին, իր ընտանիքը, իր մեծ ընտանիքը Հայաստանը, իր հայաստանյաց առաջելական Սուրբ եկեղեցին, այսինչ լավ աշխարհ ունի այս տղան։ Մենք շատ գնահատում ենք Ավետիսի ստեղծագործական աշխարհը, ու այդ պատճառով էլ դիմում ենք ձեզ բոլորից ելի բարեկամներ, մենք գրողների կարիք շատ ունենք։ Այսօր մոտ 8000 հոգի գրում է, բայց դրանք գրողներ չեն, այդ Facebook-յան գրողները գրականության հետ կապ չունեն։ Իսկական գրող, որ անկեղծ սիրտ ունենա, որ վստահելի բարեկամ լինի, անդավաճան ընկեր, այսա է գրողը, այսա է գրողը։ Հիշեք Թումանյանի օրինակը, երբ այն ծանր տարիներին հաց չունենք, լույս չունենք, հույս չունեինք Եղեռնի օրերին, ամբողջ ընտանիքով էջ միացնում էր։
որբերի հայրիկ, որբերին խնամում էր, որթե գրել է անգամ որբերին, գիտեք, այս սա է գրողս, ելի բարեկամն է, և մենք ուզում ենք, որ համայնքական գրողնեությունը ներկայացնի լավագույններին, ինչ որ մենք տեսել ենք և ինչ որ մենք ունենք։ Օրինալ լինի ընտրածը ճամփան, Ավետիս ջան, շատ քեզ սիրում ենք, որովհետև գիրքը միանգամից չի տպվել, մեզ մոտ գիրքը տպագրության երկար ընթացք է ունենում, պիտի զրուցենք, խոսենք, ծնողներին ճանաչենք, հոչինի մանատեջուր, գիրքը բերեց տպեցինք, ոչ, այդպես չի կարող լինել։ Մենք օրական մի 3-4 հատոր մերժում ենք, չենք ընդունում։ Իսկ ուրիշները տպում են մեր մերժած գրքերը, վատ են անում իհարկե։ Օրինալ լինի ճամփատ։ Շնորհակալ եմ, որ դպրոցում ես այսպես ջերմ են ընդունել, իհարկե Տիկին Ալավերդյանից այլ վերաբերմունք չէի ակնկալում կամ սպասում եւ իր խոսքը այնքան լիեր ջերմությամբ, այնքան բանաստեղծությամբ, այնքան հարգանքի արժանի խոսք ասացիք Տիկին Ալավերդյան, 1000 տարվա բարեկամներ ենք, ես այսօր կրկին անգամ հիացած էր վերաբերմունքով, թող այո։ Եվ այս լեփլեցուն դահլիճը Գևորգ Էմինի Սուրբ անունը կրող դպրոցի պատիվն է ու վերաբերմունքը, տեսեք, ինչ հրաշալի է, զինվորի պես կանգնած է հայոց բանակը, եւ թող լռեն նրանք, ովքեր ասում են, թե մենք անկազմակերպ ենք ու անմիաբան, մեզ լավ առաջնորդ տվեք, տեսեք ոնց են միաբանվում, ոնց են կանգնում իրար թիկունք, տվեք մեզ լավ առաջնորդ, եւ այդ առաջնորդների գեղարվեստական կերպարը ովքեր պիտի կերտեն հայ պատանի գրողները։ Ապրես Ավետիս ջան, ես հայտնում եմ ուրախությունը այս օրվա արդիվ, այսօր մենք կլսենք Ավետիսին, իր շնորհներին կծանոթանանք, կաշխատենք բոլորս գուրգուրանքով շրջապատել այս պատանուն տաղանդավոր, որպեսզի ինքը իր ընթացքը անշեղ պահի ու լավ գնա իր ճամփան։ Շնորհակալ եմ նաև համահայկական գրողնեության իմ գործընկերներին, ովքեր ջերմեռանց սիրով գնահատում են Ավետիսին, սիրում են Ավետիսին եւ զանգներ, զանգը հրաշալի էր։ Հա, սիրելի բարեկամներ, ամուր իրար անդավաճան ընկեր լինենք նախ եւ առաջ ու դրանով ուղերձ հղենք ժամանակին, ամբողջ աշխարհին, որ առաջին քրիստոնյա երկիր ամբողջ աշխարհում բարոյականության, մարդկայնության մի ճանապարհ է ցույց տալիս։ Այսօր բոլորի հետ ճշտամի են աշխարհում։ Հայաստանը թող վառի լույսը մարդկայնության, ջերմության, հավատարմության, մեզ ամբողջ աշխարհը սիրում է, հավատացնում եմ ձեզ, որ երկիրը գնացել եմ, մեծ հարգանք իմ նկատմամբ իբրև Հայաստանի ներկայացուցիչ, այս հպարտությամբ եմ ուզում ձեզ տոգորել, ոգևորել ձեզ, մի ընկճվեք ժողովուրդ ջան, մի ընկճվեք, որովհետև մենք մի լավ հատկանիշ ունենք, մենք մեր աթոռը ժամանակին զիջում ենք երիտասարդներին։